Մարտի 26-ին ամբողջ աշխարհը նշում է էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրը, մանուշակագույն օրը։ Այդ օրը տարբեր երկրներում շենքերն ու հրապարակները լուսավորվում են մանուշակագույնով որպես համերաշխության խորհրդանիշ։ Այսօր Հայաստանում հաշվառված է էպիլեպսիայով ավելի քան 5000 երեխա, իսկ ամեն տարի հիմնադրամը ստանում է ավելի քան 500 նոր դեպք։ Դե ինչ, իսկ մեր ֆանտաստիկ հյուրերն են Արաբկիր բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, բարի լույս։ Կյանքի ճանապարհ բարեգործական ՀԿ-ի հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը, որը արդեն ունեցել ենք հնարավորություն շփվելու, բարի լույս, եւ հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը, բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Այս որ նայում եմ, այսենց մարդիկ են կանգնած շատ կարևոր գաղափարի շուրջ եւ համախմբվել են իր բոլոր ուժերը, գիտելիքը, հնարավորությունները մի կետում են համախմբել, ես կարծում եմ, որ անհնարին ոչինչ չկա այս կյանքում։ Համաձայն եք։ Լիովին։ Շնորհակալություն ձեր էներգիայի համար։ Եվ առաջին հերթին կուզեմ Լուսինե ջան, խոսենք ձեզ հետ, հա։ Ես ինչպես հասկանում եմ, թվերը, այսինքն ոչ թե նվազում են, այլ գնալով ավելի բարձրանում են։ Այսինքն դիմողները, երեխաները, ովքեր որ ունեն էպիլեպսիա, ավելի շատանում են։ Նախ ինչու՞մն է խնդիրը եւ արդյոք, օրինակ, այս տարի մենք ունենք թեկուզ եթե փոքրիկ, բայց հաղթանակներ, առաջ քայլեր։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու եւ այս կարևոր հարցը բարձրաձայնելու առիթ տալու համար։ Կուզեմ նշել, որ էպիլեպսիան տարիների ընթացքում ստաբիլ տարածվածություն ունի, որը 1-ից 2% է կազմում ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Սակայն մարդկանց աշխատանքի, այդ թվում նաեւ մեր հասարակական կազմակերպության, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ փորձում ենք այնպես անել, որ ամոթ չլինի բարձրաձայնելը, դիմելը եւ դրա հաշվին է ավելանում մարդկանց քանակը դիմելիությունը։ Իրականում դեռևս մեզ դիմող եւ մեծահասակ եւ երեխա պացիենտները այնքան չեն, ինչքան որ ակնկալվում է, որ կան Հայաստանում։ Եթե նայենք համաշխարհային ստատիստիկայի թվերին, մոտ 15000 պացիենտ պետք է լինի Հայաստանում էպիլեպսիայով։ Այսինքն պացիենտներ կան, որոնք թաքցնում են դա։ Թաքցնում են, չեն դիմում, չեն ցանկանում հաշվառվել, չնայած դա բավական առավելություններ է իրենց տալիս ախտորոշման, դեղորայքի հասանելիության, բայց գերադասում են թաքցնել։ Երբեմն էլ տարբեր միջավայրերում մարդիկ թաքցնում են հիվանդությունը ու նույնիսկ չգիտեն, որ էպիլեպսիա իրենց մոտ մտածում են, չոր հոգեբուժական խնդիր է, այն հին հավատալիքներից եկած չար ոգի, սատանա, այդպիսի բաներ եւ թաքցնում են այդ ամեն ինչը, որպեսզի հայտնի չլինի իրենց միջավայրում, հատկապես եթե փոքր է այդ միջավայրը ու բոլորը բոլորին ճանաչում են։ Խոսում եք թաքցնելու մասին, այստեղ փաստորեն նաև կա հանրային ընկալման խնդիրը, որովհետև մարդը ինչու է թաքցնում, մտածում է հանրությունը այլ կերպ պետք է ընկալի։ Դիտում էինք նաև տեսահոլովակը եւ այս արշավը թերևս միտված է նաև հանրայնացմանը, մի թաքցրեք։ Իրականում ձեր կողքին բժիշկներ են ու հանրություն, որը պետք է ընկալի մարդուն այնպեսին ինչպեսին նա կա։ Այո, մի լրեք, որովհետև լրելն է հենց ամոթ եւ ինչու են թաքցնում մարդիկ։ Թաքցնում են, որովհետև մտածում են, որ հասարակությունը իրենց չի ընդունի, կպիտակավորի, կմատնանշի եւ դա այդպես էլ կատարվում է, բայց շարունակվելու է այնքան, ինչքան մենք լրելու ենք։ Եվ պարզ է, որ իրազեկման արշավի նպատակը այն է, որպեսզի տեղեկատվություն տարածենք մեր հասարակության մեջ, իրազեկենք եւ բացատրենք, որ էպիլեպսիան բուժելի հիվանդություն է, բուժվում է մինչեւ 70% դեպքերում, ամոթ չէ, վարակիչ չէ, հոգեբուժական հիվանդություն չէ եւ այդքան պետք է խոսենք այդ թեմայով, մինչեւ մեր հասարակությունը դա որպես հիմք չընդունի։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, ես մտածում եմ կյանքի ճանապարհը դա արդեն մեծ ճանապարհ ունի անցած ու արդյոք այս տարիներին, այս ժամանակի ընթացքում համայնք չի ձևավորվել, որովհետև իմ կարծիքով շատ կարևոր է, երբ որ երեխաները իրար հետ շփվեն, մեկը մեկի հետ, ասին իմոտ այսպես է դրսևորվում, ես այսպես ու իրենք տեսնեն, որ իրենք միայնակ չեն, իրենցպես էլի կան ու դա շատ նորմալ է ու ամեն ինչ հաղթահարելի է։ Ու նաև ծնողների շփումը, փորձի փոխանակումը ու ինչ որտեղ իրենց ավելի բացել ու ավելի ազատ ու հանգիստ զգալը, դա ամենամեծ իմ կարծիքով ձեռբերումը կլինի։ Ունենք համայնք ձևավորած, թե ոչ, չունենք եւ դա մեր ամենամեծ երազանքն է, ունենալ համայնք ծնողների, որտեղ ծնողները իրար հետ գոնե կշփվեն ազատ եւ իրար օգտակար կլինեն, բայց մենք ունենք հակառակ երևույթը, երբ ծնողները նույնիսկ իրենց խմբում, որը փակ խումբ է, շփվում են իրար հետ անանուն։
Եվ դա ես համարում եմ, չգիտեմ, անբացատրելի երևույթ։ Ես երբեք դա չեմ ընդունի եւ չեմ հասկանա, ինչու մի քանի ծնող այն երեխաները, ովքեր ունեն նույն խնդիր, ոչ թե հիվանդություն, ոչ թե դատավճիռ, այլ նույն խնդիր չեն ուզում իրար հետ բաց շփվել, այսպիսով իրենք կարծրատիպերը խորացնում են եւ խանգարում են մեր գործունեության։ Երբ ինձ հարց են տալիս, որն է ամենամեծ խոչընդոտը մեր գործունեության, ես միշտ ասում եմ ծնողները։ Իրենց պահվածքով, իրենց լարվածությամբ, իրենց անհիմն վախերով կարծրատիպերը, որոնք ստեղծվել են եւ ամրապնդվել մեր հասարակության մեջ դարերի ընթացքում, խորացնում են եւ ավելի են շատացնում։ Այնպես որ շատ բարդ է ծնողների հետ աշխատել, ովքեր նույնիսկ սեփական երեխաներից են շատ ժամանակ թաքցնում իր հիվանդությունը։ Երեխան գալիս է, անցնում է հետազոտական ախտորոշիչ ճանապարհը եւ չգիտի օրինակ այս պահին իր հետ ինչ է կատարվում, էգեն դա ինչու համար են իրան այդ էլեկտրոդները, հա, կպցրել գլխին, չի հասկանում եւ ծնողը թաքցնում է, որպեսզի նույն երեխան էլ չկարողանա ինչ-որ ինտերնետով բացի կարդա եւ հասկանա իր հետ ինչ է կատարվում։ Չգիտեմ, ինձ համար դա անհասկանալի պահվածք է, շատ վտանգավոր, համ երեխայի համար, համ ընտանիքի համար, համ ընդհանուր մեր հասարակության համար։ Դե ինչպես հասկանում ենք, top ամենամեծ խնդիրը հենց գիտելիքի բացակայությունն է, տեղեկացվածության բացակայությունն է ու ցավոք սրտի մեր հայերի մեջ կան շատեր, ովքեր սիրում են Facebook-ում պարզապես մտնեն, ինչ-որ միտեղ մի բան հարցնեն։ Երեխուս մոտ սենց ինչ անեմ, ժողով չհասկանալով, որ պետք է իրականում դիմել պրոֆեսիոնալներին եւ մասնագետներին։ Բայց նաեւ ես ուզում եմ նաեւ դիմել ձեզ, Մարիամ ջան, իմ կարծիքով նաեւ 21-րդ դարում ենք ապրում վերջո, արդյոք կան ինչ-որ նոր գործիքներ, որ կարելի է շատ ճիշտ մոտեցում գտնել ծնողներին ու ինչ-որ նոր բանալիներ ունենք, որոնցով հնարավոր կլինի բացել այդ կողպեքները։ Իրականում հայկական հասարակության մեջ մի փոքր ավելի դժվար է, քանի որ հնուց ամրապնդված շատ այդպիսի դրած վարքագիծ կա, որը շատ դժվար է փոխել, բայց մենք փորձում ենք, մենք այս պահին ունենք շատ մեծ ծրագրեր, որոնք անում ենք, հենց նույն ֆլեշ մոբը, որը անում ենք այս պահին, My 26 Seconds արշավը, ինքը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա։ Քանի որ ֆլեշ մոբը ներկայացնում է իրանից տարբեր հանրահայտ մարդիկ, այս պահին հանրահայտ, հետագայում նաև պլանավորում ենք, որ ամբողջ հայությունը, եթե ուզենա, ներգրավի այս արշավին։ Այո, այս պահին ինչու հայտնիներ, քանի որ նրանց լսարանը մեծ է ու իրանք կարող են ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա ու ճշգրիտ ինֆորմացիա տարածեն։ Իրանք նկարում են տարբեր տեսահոլովակներ, որտեղ պատմում են, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այն բուժվում է, այն վարակիչ չէ ու հոգեբուժական ախտորոշում չի, ինչքան որ շատ մարդիկ դրա մասին մտածում են, բայց ընդհանրապես դա հոգեբուժության հետ կապ չունի։ Ու այդ արշավը շատ մեծ հույս է տալիս մեզ, որ հետագայում շատ լիքը բաներ կփոխվեն մեր հասարակության մեջ։ Իսկ հոգեբանության առումով կարող եմ ասել, որ այս բանը մենք ունենք հոգեբանական աջակցություն մեր հիմնադրամում, որը իրանից ներկայացնում է տարբեր ծրագրեր, որի ընթացքում կարող են եւ երեխաները հավաքվել եւ ծնողները ըստ իրենց ցանկության։ Այսինքն մենք պահում ենք ընդհանուր կոնֆիդենցիալություն, նրանք կարող են ապագայում նաեւ հավաքվել խմբերով, եթե ցանկանան, մենք այդ ամենը կարող ենք կազմակերպել։ Ուղղակի դեռ հասարակությունը այդքան էլ պատրաստ չի ընդունել այդ փաստը, ինչպես Ելենան նշեց, շատերը թաքցնում են ու շարունակում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտեն, որ դիմացինը ունի էպիլեպսիա, շարունակում են թաքցնել։ Իսկ ինչ ախտանշաններ չասեմ, բայց ինչպիսի այսպես վարքային դրսևորումներ պետք է ծնողը տեսնի երեխաների մոտ վաղ տարիքում, որքան հիվանդությունը վաղ տարիքում ես տեսնում, այնքան նրա բուժումն էլ ավելի հեշտ, պետք է հասկանա ծնողը, որ դեպքում ձեզ դիմի, ինչպիսի այսպես վարքային դրսևորումներ պետք է նկատի երեխայի մոտ, որ վաղ տարիքում ամեն դեպքում ձեզ դիմի բժիշկներին։ Քանի որ ես մեծահասակներին նյարդաբան եմ, կուզեմ շեշտել, որ էպիլեպսիայով կարող են տառապել, հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ, չկա այնպիսի բան, որ ինքը պետք է սկսվի պարտադիր մանկական տարիքում, պարտադիր պետք է լինի ժառանգական, եթե ընտանիքում չի եղել, ապա հնարավոր չի, որ որևէ մեկը ունենա այդ հիվանդությունը։ Ցավոք սրտի եւ սեռային եւ տարիքային բավական sense հավասարաչափ բաշխվածություն ունի ու ոչ ոք չգիտի իր հետ ապագայում նույնպես հնարավոր է լինի էպիլեպսիա, թե ոչ։
Նոպաները շատ տարբեր են, տասնյակ տեսակներ կան նոպաների, այդ պատճառով եւս պետք է հաշվի առնել, որ երբ որ խոսում ենք մեկի մասին, ով ծանր վիճակում է գտնվում, մյուսի էպիլեպսիան կարող է շատ թեթև լինել, կարող է տարիքային սինդրոմ լինել, այսինքն որոշակի տարիներ անհանգստացնի պացիենտին, դեղորայքային բուժում ստանա կամ երբեմն նույնիսկ կարող է անհրաժեշտ չլինել դեղորայք եւ ինքնուրույն տարիքի հետ անցնել։ Որոշ դեպքերում վիրահատական ճանապարհով է հնարավոր լուծում տալ հարցին, այս դեպքում իհարկե ինչքան շուտ ախտորոշում, այնքան ավելի լավ արդյունքներ եւ ավելի մեծ հնարավորություն հետագա կյանքը ապրելու առանց դեղերի։ Նոպաները շատ տարբեր են, կարող է լինել պարզապես հայացքի սառում, մի քանի վայրկյան անջատվել, ինչպես ժողովուրդն է ասում, մտքերով ընկնելու նման, կարող են լինել այն ֆիլմերում հայտնի նոպաները, երբ որ մարդը ամբողջ մարմնով ձգվում է, ընկնում գետնին, սկսում ցնցվել, կարող են լինել էլի բացարձակ աննկատ նոպաներ, երբ որ օրինակ աջ ձեռքն է, ասենք, միայն թմրում մարդու մոտ, մենք կարող ենք այսպես խոսել, ենթադրենք ինձ մոտ լինի, ես գիտեմ, որ դա իմ նոպան է, մի քանի վայրկյան լինի անցնի, դուք նույնիսկ չեք էլ զգա, որ դա ինձ անհանգստացնում է։ Շատ լավ։ Ես կուզեի խոսենք այսօր, եթե այսօր անելիքներ ունենք, ծրագրեր ունենք, եւ իհարկե կյանքի ճանապարհի առաջիկա անելիքների մասին խոսենք։ Այս տարի մենք ամբողջ մեր էներգիան, ուժերը ուղղել ենք իրազեկման ծրագրերի վրա եւ մեզ համար շատ կարեւոր է այս տարի մեր նախագծերը, որոնք սկսվել են արդեն եւ մեկնարկվել են, շարունակել եւ հաջողությամբ ավարտել։ Նախագծերից մեկի մասին Մարիամը արդեն պատմեց, դա ֆլեշմոբն է մեր, որը վիրուսային է դառնում եւ դա մեզ շատ է ուրախացնում եւ ոգեվորում։ Իսկ երկրորդ շատ կարեւոր նախագիծը դա տրեյնինգներ անցկացնել բոլոր հասարակական վայրերում, օրինակ թանգարաններում, գրադարաններում, սրճարաններում, ռեստորաններում, սպորտ ակումբներում, դպրոցներում եւ ամենուր, որտեղ ցանկացած յուրաքանչյուր մարդու մոտ կարող է էպի նոպա պատահել, որովհետև թիվը արդեն շեշտեցինք, հա, մոտ 2 հոգի հավորից դա շատ մեծ թիվ է եւ յուրաքանչյուր օր յուրաքանչյուրիս հետ ամենուր կարող է էպի նոպա լինել եւ եթե այդ վայրում ամբողջ թիմը տեղեկացված է թե ինչպես ճիշտ առաջին օգնությունը ցուցաբերել, այս իրավիճակը կարող է լինել ուղղակի մի դրվագ, որը հսկելի է ոչ թե արտակարգ իրավիճակ, որը մարդկանց կվախեցնի, իրանք խոչապի կմատնվեն, այլ թիմը տեղեկացված կլինի եւ ճիշտ առաջին օգնությունը կցուցաբերի։ Եվ շատ ենք ուզում, որ կաֆեներ, ռեստորաններ, ակումբներ ներգրավեն մեր այդ Epi Friendly Space տրեյնինգի մեջ, ծրագրի մեջ, մասնակցեն, որովհետև դա շատ կարևոր է Հայաստանը Epi Friendly երկիր դարձնելու համար։ Դա մեր մեծ երազանք է եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպես էլ լինի։ Մենք ուզում ենք ձեզ շնորհակալություն հայտնենք, որովհետև դուք այսօր հանդիսանում եք մի մեծ հզոր շարժիչ։ Կյանքի ճանապարհը մի այլ դետալ է, բժիշկները մի այլ դետալ եւ ծնողները։ Եվ եթե ինչ-որ մի դետալ սկսում է թերի աշխատել կամ շարժիչը շարքից դուրս է գալիս։ Ես կուզեմ, որ առաջին հերթին ամեն մեկի համբերություն եւ շատ ուժ Աստված պահապան լինի ձեզ, որովհետև իսկապես շատ կարեւոր գաղափարի շուրջ եք բոլորով հավաքվել ու ես վստահ եմ, որ մենք ամեն անգամ ձեզ հանդիպելիս, միգուցե եթե չհանդիպենք էլ, բայց կլսենք, որ թեկուզ փոքրիկ, բայց հաջողություններ ունեք։ Շնորհակալ ենք շատ եւ մեկ անգամ հիշեցնենք մեր հյուրերն էին Արաբկիր բժշկական համալիրի մեծ հասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Լուսինե Վարդանյանը, կյանքի ճանապարհ բարեգործական ՀԿ-ի հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը, հոգեբանական աջակցության ծրագրերի ղեկավար Մարիամ Արզումանյանը։ Եվ հիշեք, որ էպիլեպսիան հաղթահարելի է, դա վարակիչ չէ եւ դատավճիռ չէ իրականում, այո։ Իսկ մենք ընդհանրենք գովազդով եւ արդեն ընդունենք մեր հաջորդ հյուրին, մնացեք մեզ հետ։